Ախպեր գոնե Մագդային լսի այդ դեղերը խմի։ Լրիվ իրան կորցրել է այդ աղջիկը։ Այդ ես չեմ կարում հասկանամ։ Չեմ կարում հասկանամ, ախպեր ոնց կարալ բաբկին է չգալ իր մոր թաղմանը, ոնց։ Նորո ջան մենակ թաղմանը չէ։ Ոչ մի արարողության չեկավ։ Ես չեմ կարում հասկանամ, ոնց կարա մարդուս ծնված արարածը այդքան անմարդկային լինի, ախպեր։ Նա իմ ես մարդու նման է, մարդու տեսք ունի, բայց Կարող է ինչ-որ բան է եղել։ ինչ ուզում է եղած լիներ։ Ուզում է աշխարհը գլխի շուռ եկած լիներ, ծանրությանը չդիմանար, սողալով է պետքա գալ մոր թաղմանը ներկա լիներ։ Ես չգիտեմ, որ տենամ։ Լավ, Նորո, վերջացրու։ Ուրեմն արշակը այդքան թուք ու մուր ուտելուց հետո գա ներկա լինի տատիկիս թաղմանը, ձեռքը դնի ուսիս, հույս տա, աջակցի, բայց ինքը Տատիկի հեռախոսն է։ Ալո։ Ալո, բարև ձեզ, ոստիկանությունից է։ 2 օր առաջ ես համարից զանգ ա եղել։ Տիկինի հիվանդանոցից ինչ-որ բան էր փորձում մեզ ասել։ Փոխանցեք հեռախոսը տիկնոջը։ Կամ կներկայանաք, թե դուք նրա ինչն եք ու ինչ ա կատարվում։ Ես իրա թորն եմ։ Տատիկս մահացել է։ Ես առաջի անգամ եմ լսում, որ ոստիկանություն ա զանգել, տեղյակ չեմ։ Կասեք ինչ ա ասել։ Ինչն է եղել մահվան պատճառը։ Կատված է։ Այսինքն ոչ մի բռնություն չի եղել։ Չէ, ինչ բռնության մասին է խոսքը։ Կասեք ինչ ա ասել տատիս։ Ասել է, որ կարևոր բան ունի ասելու, որ ինքը ի վիճակի չի մոտենալու բաժին։ Խնդրել է, որ իրեն մոտենա։ Դրանից հետո կապի դուրս գալ չի հաջողվել։ Ճիշտ ասած ես իրոք տեղյակ չեմ, ինչի մասին եք խոսում։ Ձեր ընտանիքում ինչ-որ վիճաբանություններ եղել են այս ընթացքում։ Չէ, նենց բան չի եղել, որ ասեմ, ինչ-որ բանի համար կարար տատիկս ոստիկանություն զանգեր։ Բարձ է, ամեն դեպքում եթե ինչ-որ բաներ կհիշեք, զանգեք։ Ինչ ա եղել Նորո։ Տատիկս հիվանդանոցից զանգել է ոստիկանություն։ Ոնց։ Ինչի համար։ Ես էլ չեմ հասկանում են ջան։ Ես ոնց մտածում եմ իմ բացակայության ժամանակ մի լուրջ բան ա եղել ու ես տեղյակ չեմ։ Ես չեմ եկել, որ քո հետ կռվեմ, չեմ եկել, որ քեզ հարցեր տամ, ուղղակի որպես աղջիկ եկել եմ քեզ խնդրեմ, եթե քո կյանքը փչացել է, իմն էլ չպիտի փչանա, ես պատրաստ էի աչք փակել ես ամեն ինչի վրա, որովհետև կույր չեմ, տեսնում եմ քեզ Արշակը ինչքան շատ ա սիրում, ես կհանդուրժեի, եթե Կարենը չհասներ Նորոյին։ Դու միշտ ուզել ես, որ քեզ հասկանամ, հավատամ, որ դու իմ ընտանիքի վատը չես ուզել, որ Կարենի հետ կապ չես ունեցել, հիմա եթե դու իմ խնդրանքը անես, կապացուցես, որ դու ճիշտ ես եղել։ Էլիս կարող ա քնես։ Չեմ կարա Մագդա։ Լավ էլ ուշադիր հարսիկ ունես։ Արդեն դերի մեջ ա մտել, հա ոնց որ։
Հասմիկ, Կարող է հիշես մի քանի րոպե առաջ որտեղից ենք եկել։ Մագդա, կարաս էլ ոչ մի բառ չասես։ Սուս մնա Հասմիկ։ Էլիս։ Էլիս։ Ինչ ա եղել նորա։ Էլիս դու գիտեր, որ տատիկի հիվանդանոցից ոստիկանությունը զանգել։ Ուր ա զանգել։ Ոստիկանություն, ցավը տանը, ոստիկանություն։ Ինքը ինձնից իր հեռախոսը ուզել էր։ Ես տվեցի ու դուրս եմ եկել սենյակից։ Մտածեցի պապային է զանգելու։ բայց ինչ իմացաք, որ ոստիկանությունը զանգել։ Նոր զանգեցին տատիկի հեռախոսին։ Պարզվեց, որ ոստիկաններն են։ Հարցեր տվեցին, ասեցին, որ տատիկը ինչ-որ բան ա ուզեցել ասի, բայց չի կարողացել։ Դու ինքը խնդրել ա, որ ոստիկանները մոտիկանան, այդ ժամանակ կասի։ Ու էլ չի պատասխանել։ Բայց ինչ ուներ տատիկը ոստիկանության ասել, որ զանգել է։ Կարող է պապային փորձը գտնի։ Ինքը զանգում էր պապան անհասանելի է, չէ՞ երեխեք։ Էլիս ջան, պապա տան հետ կորած չի, որ դրա համար զանգեր ոստիկանություն։ Ես արդեն գնամ։ Ուղղակի երկար մնացի։ Ախպեր։ Ալո, Մենք պետք է հանդիպենք ու հենց հիմա։ չհասկացա, ես ոչ բարև կա, ոչ հարցնել կա, կարող է ինձ ընդհանրապես հարմար չի։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Դուք ինձ խաբել եք ու պետքա պատասխան տաք։ Դուք ինձ պետքա ասեք ինչ եք արել Թամար տատի անձնագրի հետ։ Արշակել մի զանգ ինձ։ Սխալանելը մի բան է, այդ սխալը գիտակցաբար շարունակելը լրիվ ուրիշ։ Որովհետև այդ արդեն դառնում է ընտրություն։ Ու մենք գիտենք, թե այդ ընտրությամբ ում ենք ցավացնելու ու ինչ ենք քանդելու։ Իսկ ես չեմ ուզում իմ սիրած մարդկանց հիասթափության պատճառ դառնալ։ Ես արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու գնում եմ։ Ու պիտի քեզ խնդրեմ, պիտի քեզ աղաչեմ, որ հանդիպումներ չփնտրես ու ինքնով չհետաքրքրվես։ Ամեն ինչ վերջացած է Արշակ։ Ես չեմ հասկանում, ձեզ ձեր մեղքի զգացումը ընդհանրապես չի տանջում։ Էդ ինչ ձև ես հետս խոսում, Հասմիկ։ Ինչ եք արել իմ տված անձնագրով։ Լավ կլինի քեզ չվերաբերվող հարցերի մեջ չխառնվես ու ապրես քո կյանքով։ Այդ ինձ չվերաբերվող հարցերի մեջ դուք եք ինձ խառնել, մենակ դուք։ Այսօր ինձ Էլիզա ասեց, որ Թամար տատին ստիպել եք, որ տունը վաճառի։ Ու ես վստահ եմ, որ այդ իմ տված անձնագրով ա եղել։ Լավ, դուք էս ինչ մարդ եք։ Դուք ո՞նց եք կարողացել տենց բան անեք։ Ես այսօր Թամար տատի գերեզմանին կանգնած չէի կարողանում հանգիստ շնչել։ Շունչս կտրվում էր, որովհետև մտածում էի, որ իմ մեղավորությունը կա իր մահվան մեջ։ Ձեր ձեռքերը ո՞նց հասան ձեր մորը։ Դուք ո՞նց կարողացաք, դուք ինչ մարդ եք։ Ձենդ կտրի։
Ես վստահ եմ, դուք հաստատ ինչ-որ բան արել եք։ Եթե արած չլինեիք, համարձակություն կունենայիք ձեր մոր թաղմանը գոնե ներկա գտնվելու։ Լսի, ինչ եղել է, այդ մենակ ինձ ու մորս է վերաբերվում։ Իսկ դու լավ կլինի քո կյանքով ապրես։ Դուք ինձ խաբելով այս պատմության մեջ եք ներքաշել։ Դուք ինձ խաբել եք։ Այս խաղի մեջ եք մտցրել։ Ու ես վստահ եմ, որ իմ միամտության շնորհիվ այս ամեն ինչը սենց դասավորվել։ Գոնե հիմա կասեք ինչի սպասենք, ինչ ա լինելու։ Դու ես միամիտ, հա։ Այսինքն, Մի խոսքով քո գործով զբաղվի, աղջիկ ջան։ Բաբկեն ես չեմ պատրաստվում լռել։ Ես այս ամեն ինչի մասին Նորոյին ասելու եմ։ Ու ինչ պիտի Նորոյին ասես։ Պիտի ասես, որ դու ես գողացել մորս անձնագիրը ու բերել տվել ինձ, հա։ Ու դու կարաս այդքանը անես։ Դու հասկանում ես, որ դու ինքդ քեզ վնասելու ես, Հասմիկ։ Իմ համար մեկ է ինչ կլինի։ Ես չեմ կարողանալու այս խղճի խայթով ապրել ամբողջ կյանքս։ Ես այս անտեր քաղաքում 5 տարի մենակ եմ ապրում, ու իմ ընտանիքը մենակ իրանք են եղել։ Թամար տատը ինձ մորպես խնամել է։ Ես ինչ խնդիր ունեցել եմ միանգամից վազել եմ իրա մոտ։ Դուք ոնց կարողացաք ձեր կեղտոտ ձեռքերը ձեր մորը հասցնել։ Ես ուղղակի վստահ եմ, դուք ինչ-որ բան արել եք։ Հա, շատ ճիշտ ես։ Արել եմ։ Ու այդ ամեն ինչը արել եմ քո օգնությամբ։ Եթե դու չլիներ, ես այս գործը գլուխ չէի բերելու, Հասմիկ։ Լանա, սխալ բան ես անում, կապի դուրս արի։ Ինչ էլ որ որոշել ես, արի միասին քննարկենք, միասին հասկանանք։ Լանա, սխալ բան ես անում, կապի դուրս արի։ Ինչ էլ որ որոշել ես, արի միասին քննարկենք, միասին հասկանանք։ Լսի, ես չեմ հասկանում, դու մի տարեկան երեխա ես, որ լսում ես ու չես պատասխանում։ Ո՞վ է քեզ նեղացրել, ո՞վ է քեզ բան ասել։ Լսի, ցանկացած բան մենք կարող ենք երկուսով հասկանալ։ Խնդրում եմ, պատասխանի։ Ասեք ինչ եք արել։ Միչև չասեք, ես ոչ միտեղ չեմ գնալու։ Լսի, հիմա չեմ դնելու կյանքս քեզ պատմեմ։ Ինչ արել եմ, ստիպված եմ արել։ Ես իմ մոր մահը չեմ ուզել։ Ուղղակի չպատկերացրեցի, որ այս ամեն ինչը այսքան հեռու կգնա։ Գոնե մի արդարացրեք ձեզ։ Ընդունեք, որ հրեշ եք։ Ձենդ կտրի, ոնց որ շատ ես արդեն խոսում։ Քեզ թվում է տենց երկու անգամ օգնել ես, հիմա պիտի ասածներդ լսեմ, հա։ Սխալվում ես, Հասմիկ։ Դուք ինձ իրականում օգտագործել եք ձեր կեղտոտ խաղերի մեջ ներքաշելու համար։ Աչքերս փակել եք Նորոյի անունը տալով։ Ձեր նպատակը ոչ Արշակին վատություն անելն է եղել, ոչ էլ Նորոյին ու Մագդային բաժանելը։ Ձեր միակ նպատակը այդ տունն է եղել։ Ու ինչ ստացաք։ Լսի, մի խորացի։ Քեզ ասեցի մի խորացի այս հարցի մեջ։ Դու լիքը խնդիրներ ունես, չէ՞։ Ահա։ Շուտով Նորոն ու Մագդան էլ ամուսնանում են։ Իմ միակ խնդրեմը հիմա այս մեղքի զգացումից ազատվելն է։ Գոնե ասեք ինչ եք արել, որ հասկանամ ոնց օգնեմ ընկերներիս։ Ինչ։ Ընկերներիս։ Ու հիմա դու խոսում ես ընկերություն անելու մասին։ Հա։ Որովհետև ես որպես ընկեր չեմ պայքարել, այլ որպես սիրող մարդ։ Ես շատ լավ ընկեր եմ եղել իրանց համար։ Եթե ես ձեզնից առաջինը վտանգ զգա, ես թույլ չէի տա, որ դուք իրանց մոտ գնաք։ Չէի թողնի, որ Էլիզը ձեր հետ հաշտվի։ Լավ էլի։ Հիմա ինչ հեքիաթներ ես պատմում։ Ինչ սրտաճմլիկ բաներ ես ասում։ Դու քո շահը ավելի վեր ես դասում, Հասմիկ։ Ինչ ես խոսում դու։ Ասեք ինչ եք արել այդ տան հետ։ Շատ է սիրում ոնց որ նույն բանը լսես։
Ասեցի քո գործով զբաղվի։ Դու ավելի ճիշտ կանես Մագդայով զբաղվես։ Շատ ճիշտ ուղու վրա ես։ Այսինքն այդ կինը իրոք Մագդայի մաման է։ Ու իր անունը Լանա չի, Լյաննա է։ Ուղղակի հիմա իրան տենց է ներկայացնում Լանա։ Այդ կնոջ նախկին ամուսինը իմ ընկերներից մեկի հետ շատ մոտիկ հարաբերությունների մեջ է։ Տենց եմ իմացել։ Հիմա նստած է։ Ու իր վրա մի շարք հոդվածներ կան, առևանգում ու խուլիգանություն։ Ինչ։ Հա։ Ինքն է Մագդային առևանգել։ Մագդային։ Հա, հենց Մագդայի։ Մոտիկություն արել, հետը շփվել է, բայց Լանան իմացել է ու ամեն ինչ արել է, որ հետը չթողի շփվի, բայց չի ստացվել։ Մի րոպե, բայց ինչի համար է ինքը Մագդային առևանգել, կամ ինչի համար է փորձել հարաբերություններ կառուցի։ Փողի համար, ինչի համար։ Փողի։ Կարենը պատմել է, որ ինքն ու Լանան պայմանավորվածություն են ունեցել, որ թալանեն Արշակին։ Բայց հետո կեսից Լանան խաղից դուրս է եկել։ Լանան Արշակինստանը դայակ էր աշխատում։ Հետո չգիտեմ ոնց բացահայտվել է, որ ինքն ու Կարենը ինչ-որ խաղերի մեջ են ու Արշակը իրան տնից հանել է դուրս։ Բայց հիմա չգիտեմ ոնց էլի մտերմացել են։ Մի րոպե։ Խոսքը էս Կարենի մասին է։ Լավ էլ հետաքրքրասեր աղջիկ ես։ Բայց քո համար ավելի հետաքրքիր բաներ էլ կան։ Լավ կանես ուղեղը տավելորդ բաներով չծանրաբեռնես։ Հա, ու մեկ էլ, աշխատի ընդհանրապես չզանգես ինձ։ Բայց Մագդա, բայց տատիս ինչի պետք է զանգել ոստիկանություն։ Ուրեմն ինչ որ մի բան իրան անհանգստացրել է, չէ՞։ Անիմաստ այդ համարը ոչ էր հավաքի։ Լավ, հիմա որ քեզ սենց կորցրեցիր, դրանից ի՞նչ է փոխվելու։ Ինչի այնս թվում, որ իմ բացակայության ժամանակ շատ դուրս բաներ ա տեղի ունեցել։ Ու ես չգիտեմ։ Եթե ինչ-որ բան լիներ, Էլիզը հաստատ կասեր մեզ։ Կարող է Էլիզը չգիտի։ Ես տատիս լավ գիտեի։ Տատիս իրան անհանգստացնող հարցը իր մեջ էր պահում, չէր արտահայտվում։ Հա, բայց նորը մեկը մենք չենք կարող ասենք ինչի համար է զանգել։ Ախր գոնե որ մի բառ ասած լիներ, ինչ-որ բան կենթադրեինք։ Ինձ թվում է ես գիտեմ ինչ կարելի է անել։ Ես գիտեմ ում կարելի է դիմել։ Ում։ Էմային։ Այդ փաստաբանի մասին է խոսքը գնում։ Հա, Էմային։ Շատ խելացի աղջիկ է, ինձ ասեց, որ եթե ինչ-որ օգնության կարիք ունենամ, իրան դիմեմ։ Ոստիկանները, որ ինձ զանգեցին, իմացան, որ տատին մահացել է, ոչ մի բան չասեցին։ Իմ մոտ նես տպավորություններ ոնց որ փակեցին այդ թեման, անցան առաջ, այդքան բան։ Բայց ես պետք է ամեն ինչ պարզեմ։ Պետք է հասկանամ ինչ է տեղի ունեցել։ Տենց ասում ես շատ լավ աղջիկ է, հա։ Հա, շատ խելացի աղջիկ է։ Ասեց, որ ամեն հարցով կարամ դիմեմ։ Բա ասում ես այդ երբ եք հասցրել դուք տենց մտերմանակ իրար հետ։ Մագդա, խանդում ես։ Չէ, լուրջ դու ինձ խանդում ես։ Չեմ հավատում, քեզ չի սազում։ Լանա, մի ամբողջ օր ես զանգում եմ քեզ, ես ինչ պահվածք է, ես ինչ ախ, ինչի չես պատասխանում։ Ես քեզ չեմ խանդում, ուղղակի հետը շատ ջերմ ես խոսում։ Մագդա լավ աղջիկ է, ինձ օգնել է, ուղղակի ասում եմ, ի՞նչն է խնդիրը, հա։ Հիմա որ ես ուրիշ տղայի մասին սենց ջերմ խոսայի, դու չէիր խանդելու ինձ։ Չէ, որովհետև ես քեզ վստահում եմ։
Ու եթե դու ինչ-որ մարդու, ուղղակի որպես մարդ գովում ես ու հավանում ես, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Այդ չի նշանակում, որ իր մասին խոսում, քո մասին մոռանում եմ։ Քեզ չի սազում։ Հասկացա վերջ։ Դե, ասում ես վերջ, պես քո աչքերը լիվ ուրիշ բան է ասում։ Նորո կլինի մոռանաս։ Չէ, չի լինի։ Մագդա, իրական հարաբերությունների հիմքը այդ իրար շատ սիրելը չի։ Հասկացի, իրական հարաբերությունների հիմքը այդ իրար վստահելն է, ամեն վարքյան այդ զգալն է։ Ու կյանքում էլ չկենտրոնանաս այն խոսքերի վրա, որոնք որ հիմա ես լսել, ու հաջորդ վարքյանին մոռանալու ես։ Նույնն էլ ես պետք է անեմ։ Հիմա որ վաղը հարցնես, ասես ես ինչ էի ասում Էմայի մասին, հավատա, չեմ էլ հիշելու։ Հասկացի այդքան բանը ու մի խանդի անիմաստ։ Լավ աղջիկա, ուղղակի ասում եմ լավ աղջիկա։ Դու ինձ չես հասկանում, չես վստահում։ Ես քեզ շատ եմ վստահում։ Ուղղակի իմ մոտ մի գովա ուրիշ աղջիկներին։ Մագդա, ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ ուզեմ էլ կյանքում ուրիշ աղջիկա չեմ կարա նայեմ, կամ մտածեմ իր մասին։ Եթե իր մասին խոսում եմ, չի նշանակում, որ իր հանդեպ ինչ-որ բան եմ զգում։ Հասկացի, ես ուզեմ էլ կյանքում չեմ կարա ուրիշ աղջիկա նայեմ, որտեղ քեզ շատ եմ սիրում, շատ։ Նորո, ես քեզ շատ եմ սիրում։ Ուղղակի ես քեզ մի քիչ խանդում եմ, բայց շատ քիչ։ Մագդա, ես չեմ ուզում, որ մեր մեջ այս թեմաներ լինի։ Ես չեմ ուզում քո մոտ մտածեմ նոր խոսամ կամ արտահայտվեմ, որովհետև թաքցնելու ու վախենալու ոչ մի պատճառ չունեմ։ Լավ, մեզ չի սազում sense բաներ։ Ես քեզ հասկացա, բայց արդեն ուշ է ինձ տուն տարելի։ Լավ, կտանեմ, բայց մի հատ զանգի Էլիզին։ Տես բանալի կա իրա մոտ, թե չէ։ Ասեց այդ ու այդ քայլ են գան, բայց չեն գալիս։ Հա, հիմա։ Ինչ։ Ոչինչ։ Ալո։ Հասմիկ, լսի, վաղը դու առաջին ժամ չունես, բայց կգաս, հա։ Ինչի։ Դե մեր նոր հայոց լեզվի ու գրականության մասնակիտը դուրս է եկել աշխատանքից։ Լանան։ Հա, Բայց ինչի համար։ չգիտեմ։ Բան չի ասել, պատճառ չի ներկայացրել։ Ես տեղյակ չեմ հետաքրքրվել։ Ինձ ասել են, որ քեզ ասեմ շուտ գաս, ես էլ ասում եմ։ Ասելա, որ դեպք է պատահել ու չի էլ կարողանալու գոնե 2 շաբաթ մնա, ոնց որ պետքա օրենքով աներ, էլի։ Մի խոսքով գնացել է, դու պիտի շուտ գաս առավոտը։ Լավ։ Մենակ ոչ ես։ Ախր դու ինձ հիմա շատ էիր պետք, Լանա։ Դե պատասխանի, Լանա։ Բայց երեխեքը տանը չեն։ Սենյակում են։ Գնամ կանչեմ։ Կանչելու կարիք չկա։ Գնանք արդեն նորը։ Ոնց ես։ Ես իմ Արև ջան, հիմա շատ դժվար է քո հարցին պատասխանելը։ Ինքան վատ է, որ չգիտեմ ինչ անեմ, որ ձեզ օգնեմ։ Ամեն ինչ արեցի, բայց Ալինան մեկը չի ժպտում։ Ժամանակ է պետք, Արև ջան։ Ժամանակ ու ամեն ինչ լավ կլինի։ Դժվար։ Դժվար ես համակերպվեմ այն փաստի հետ, որ տատին էլ մեր հետ չի։
Ալինը Սարի գնանք տուն, տանակ խոսենք, լավ։ Կանց գնա քո սենյակ։ Ինչ որ բան է եղել։ Ինչից ենթադրեցիր։ Դե Նորոյի հետ ոչ մի բառ չխոսեցիր ու ոչ էլ ճանապարհեցիր։ Տարօրինակ է։ Զարմանում ես չէ, որ մեկ-մեկ ինձ նման չեմ լինում։ Ինչի վատ զգացիր քեզ։ Ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում։ Մագդա, դու ես վերջերս զանգել ես Լանային, հանդիպել եք։ Չլսեցիր հարցս, թե չգիտես ինչ պատասխանես։ Բավ, լռությունիցդ ենթադրեմ, որ հա, հանդիպել ես։ Ինչի նորից զանգել քեզ դժգոհել է։ Ասելա, որ ինքը մենակ, խեղճ կին է, մեղք է։ Բա մենք մեղք չենք, որ մինչև հիմա իր պատճառով խնդիրների մեջ ենք։ Մագդա, ինչ ես ասել։ Ինչ ես ասել, որ որոշել աշխատանքից դուրս գալ ու գնալ, հա։ Ինչ խոսակցություն եք ունեցել իրար հետ, հա։ Մի հատ ասա ինձ։ Հալո։ Լանա, նոր իմացա, որ աշխատանքից դուրս ես եկել։ Ինչ ա եղել, ինչի ես նման բան արել։ Անձնական խնդիրներ են, չեմ ուզում խոսել այդ մասին։ Կգաս հանդիպենք, ուզում եմ հասկանամ ինչ ա քո հետ կատարվում։ Չէ, Հասմիկ, էս պայն հարմար չի։ Երբ ա հարմար, ինձ տեղ ու ժամ ասա։ Այսօր չէ, Հասմիկ, ու այս թեմայի մասին խոսել չեմ ուզում։ Ուղղակի սիրտս շատ ա ցավում քո համար։ Ես իրոք անհանգստանում եմ։ Դու ես կարճ ժամանակահատվածում շատ հարազատ մարդ ես իմ համար դարձել։ Դու էլ ինձ համար։ Իսկ կլինի գոնե մեր շփումը պահենք։ Ես երբեք չեմ հարցնի քեզ, թե դու ինչի համար ես աշխատանքից դուրս եկել։ Ուղղակի իրարից տեղյակ լինենք, մեկ-մեկ հանդիպենք։ Հա, եթե երկրում լինեմ, հա։ Այսինքն ուզում եմ գնամ։ Ինչի համար։ Մի րոպե կներես, զանգ ա գալիս։ Չէ, ես չեմ կարա թույլ տամ, որ դու գնաս։ Դու հիմա ինձ շատ ես պետք, Լանա։ Ես ոչ մի արտասովոր բան չեմ ասել։ Զգացում ա, որ բան չես ասել։ Ու Լանայի հետ կտրուկ որոշումը քո չասելու հետևանքն է, չէ։ Մագդա, գիտես ինչն ա ցավոտ, որ ես այսքան տարի քեզանից մեծ լինելով հարգում եմ քեզ, չեմ խառնվում քո կյանքին, քո հարաբերություններին, բայց դու ինձ սենց ես պատասխան տալիս։ Կարող ա գոնե ինձ լսես։ Չէ, չի լինի։ Ցանկություն չունեմ։ Եթե դու ասելու բան ուներ, պետքա գայր ինձ ասեր, ոչ թե գնար Լանային այդ օրին հասցներ։ Այդ մարդը ամեն ինչ թողնում ա ու դուրս գնա։ Այդ կնոջը աշխատանք էր պետք, ինքը հազիվ ուշքեր եկել, ուրախանում էր, բայց դու չէ, պետք է ամեն ինչ փչացնես։ Հիշեցնես իր անցյալը։ Դու իրան այն օրին ես հասցրել, որ ինքը հասկանում ա, որ էլ երջանիկ կյանք ունենալու իրավունք չունի, Մագդա։ Հասկանում ես։ Վայ, գոնե սենց մի խոսա էլի։ Եթե տենց ա, ոնց չխոսամ։ Արշակ, ինչի ես անընդհատ զանգում։ Ախր ես քեզ ամեն ինչ պարզ բացատրեցի, չէ։ Լանա, ինչն էր պարզ, հա։ Ինչն էր պարզ։ Սենց ամեն ինչ կտրուկ թողնելու փախնելը պարզ բացատրություն է, հա, կոչվում։ Ունես տպավորությունա, ոնց որ սովորական խաղ ես ավարտել, ոչ թե մարդկային հարաբերություններ։ Արշակ, մեր միասին լինելը սխալ է։
Ու ես չեմ ուզում այս սխալը շարունակեմ։ Լսի, մի քանի օր առաջ ամեն ինչ լավ էր։ Դու ասեցիր, որ դու էլ չես կարողանում մոռանալ։ Որ փորձում ես, բայց չի ստացվում։ Էդ ինչ եղավ մի անգամից, որ տենց որոշեցիր, որ պետքա մոռանաս ինձ։ Խոսալանը հարց տվեցի քեզ։ Ալինս դու բարձացի վերև, ես մի քիչ հետո կգամ, լավ։ Հասո։ Ինչ ա եղել, որ եք այստեղ կանգնել ինձ է սպասում։ Բան ունես ասելու։ Հա, քեզ էի սպասում։ Այդ արդեն հասկացա։ Ու ոնց տեսնում եմ, այդքան էլ լավ վիճակում չես։ Ինչ ունես ասելու, կարևոր բան, հա։ Հա, Դե ասա տնամ ինչ ա եղել։ Ինչի մասին ա խոսքը կամ ում մասին ա խոսքը։ պապայիդ նորը։ Այսինքն դու ինչ ունես պապայիս հետ կապված ինձ ասելու։